Ես 91 տարեկան եմ։ Ես երկար կյանք եմ ապրել որպես բժիշկ եւ շատ բաներ եմ տեսել։ Թե բժշկական հրաշքներ, թե պարզ անտեղյակության պատճառով առաջացած ողբերգություններ։ Բայց միայն վերջին տարիներին եմ հասկացել մեկ պարզ բան։ Երբեմն ճիշտ դեղամիջոցը դեղատանը չէ, այլ մեր խոհանոցում։ Ես ձեզ կպատմեմ մեկ ապրանքի մասին, որը փրկեց իմ տեսողությունը, օգնեց ինձ նորից խաղաղ քնել եւ թեթևացրեց 15 տարի ինձ տանջող բարձր արյան ճնշումը։ Սա էկզոտիկ բան չէ։ Տասնամյակներ շարունակ մենք թերագնահատել ենք հում սոխը։ Քնելուց առաջ մեկ հում սոխը կարող է օրգանիզմում առաջացնել ռեակցիաների շղթա, որը կամ կվերականգնի ձեզ, կամ եթե անտեսեք այն, կդառնա անկասելի։ Այն կարող է ձեզ տալ ուժ, որի մասին մոռացել եք, բայց սա նույնպես կարևոր է։ Այն նաև վնասակար կարող է լինել, եթե չգիտեք, թե ինչպես այն ճիշտ օգտագործել։ Դուք երբևէ արթնացել եք գիշերվա կեսին անհանգստությամբ, կունքերի ցավով կամ այնպիսի զգացողությամբ, որ ձեր մարմինը ձերը չէ։ Ուշադիր լսեք։ Այս տեսանյութում ես ձեզ կպատմեմ, թե ինչպես մեկ պարզ սովորություն կարող է ամեն ինչ փոխել։ Դիտեք մինչև վերջ կզարմանաք, թե որքան եք թերագնահատել այս մթերքը ձեր ողջ կյանքում։ Մեր երիտասարդության տարիներին մենք սոխ էինք ուտում աղցանների, ապուրների եւ տապակած ուտեստների մեջ, բայց ով է մեզ ասել, որ հում սոխը իսկական ուժ ունի։ Որպես տասնամյակներ փորձ ունեցող բժիշկ, ես միշտ մտածեմ եմ, որ սոխի մեջ գլխավորը դրա համը եւ հակասեպտիկ հատկություններն են, բայց ես սխալվում էի։ Մենք սովոր ենք մտածել, որ ծերացումը պարզապես տարիք է, որ անքնությունը, անոթային խնդիրները եւ վատ հիշողությունը նորմալ են 70 տարեկանից հետո, բայց դա ճիշտ չէ։ Իրական պատճառը ավելի խորն է։ Դա քրոնիկ բորբոքումն է։ Դա օքսիդատիվ ստրեսն է, երբ մարմնի բջիջները ամեն օր վնասվում են ազատ ռադիկալներից, եւ այստեղ է, որ սոխը հանդես է գալիս որպես բնական հակաօքսիդանտ։ Այն ոչ միայն օգտակար է, այլև բառացիորեն պաշտպանում է բջիջները նոչնչացումից, հանգստացնում է բորբոքումը եւ բարելավում միկրոշրջանառությունը։ Բայց կա մի խնդիր։ Այս ամենը գործում է միայն հում վիճակում ուտելու դեպքում։ Հենց որ սոխը տաքացնում ես, դրա բուժիչ հատկությունների մեծ մասը անհետանում է։ Երբ ես դա հասկացա, տխրեցի, թե քանի տարի էինք վատնել, անտեսելով ամենահասանելի դեղամիջոցը։ Իրոնիկ է։ Մենք վախենում էինք վատ շնչից եւ կորցնում էինք տեսողությունը, հոդերը եւ քունը։ Իսկապես արժե այդ գինը։ Հիմա ես ձեզ ճշգրիտ կասեմ, թե ինչպես է հում սոխը ազդում մեր մարմնի վրա։ Ես այս կետերից յուրաքանչյուրը փորձարկել եմ ինձ եւ ին հիվանդների վրա։ Եկեք սկսենք սկզբից։ Քնեք ինչպես երիտասարդության տարիներին։ Ես միշտ հավատացել եմ, որ անքնությունը ծերության մի մասն է։ Դե, ինչ կարող եք անել։ Երբեմն հոդերը ցավում են, երբեմն սիրտս բաբախում է, երբեմն այնքան անհանգիստ եմ, որ չգիտեմ ինչ անել։ 76 տարեկանում ես սկսեցի գիշերը 3 կամ 4 անգամ արթնանալ։ Դու պարկում ես այնտեղ, նայում առաստաղին, չիմանալով դա իմ սիրտն է, նյարդերը, թե տարիքը։ Բայց մի օր ես հանդիպեցի L-տրիպտոֆանի վերաբերյալ մի ուսումնասիրության։ Այն ամինաթթու է, որը օգնում է ուղեղին արտադրել սերոտոնին եւ մելատոնին, քնի հորմոնները։ Եվ գիտեք, թե որտեղ կարող եք գտնել դրա մեծ մասը։ Սովորական հում սոխի մեջ։ Սա ինձ զարմացրեց։ Ես սկսեցի պարզապես երեկոյան քնելուց 1 ժամ առաջ 3 բարակ կտրատած կարմիր սոխ ուտելով, երբեմն մի կտոր լոլիկով եւ մի կաթիլ ձիթապտղի յուղով։ Մեկ շաբաթվա ընթացքում ես առաջին անգամ քնեցի առանց դեղահաբերի։ Մեկ ամսվա ընթացքում ես սկսեցի արթնանալ միայն 1 անգամ, իսկ երբեմն նույնիսկ քնել մինչև առավոտ։ Եթե դուք նույնպես հոգնած եք գիշերը բավարար չքնելուց, փորձեք այն, բայց միայն կարմիր կամ մանուշակագույն սոխ։ Դրանք ավելի մեղմ են եւ չեն գրգռում ստամոքսը։ Բարակ կտրատեք դրանք։ Թրջեք սառը ջրի մեջ 10 րոպե դառությունը վերացնելու համար։ Ավելացրեք դրանք ընթրիքին կամ ուտեք առանձին։ Պարզ քայլ, բայց այնքան անհրաժեշտ։ Երկրորդ. վերականգնեք տեսողության պարզությունը։ Ես հաշտվել էի այն փաստի հետ, որ տեսողությունս մարում էր։ Ես կարող էի թերթ կարդալ միայն խոշորացույցով։ Իմ աչքերը կարմիր էին, արցունքի եւ այրող հատկապես երեկոյան։ Ես կարծում էի, որ դա տարիքի հետևանք է,
բայց իմ ներսում ինչ-որ բան համաձայն չէր, իսկապես ոչինչ չէի կարող անել։ Հետո մի օր բժշկական ամսագրում կարդացա սոխի մեջ պարունակվող սելենի վերաբերյալ։ Այն խթանում է գլուտացիոնի արտադրությունը, որը հզոր հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է աչքի բջիջները ծերանալուց, օգնում է գլաուկոմայի դեպքում և նվազեցնում է կատարակտի առաջացման ռիսկը։ Սա շրջադարձային պահ էր։ Ես սկսեցի յուրաքանչյուր կերակրի մեջ ավելացնել հում-սոխ, մի քանի բարակ կիսոօղակներ, թրջած սառը ջրի մեջ։ 2 շաբաթ անց նկատեցի, որ աչքերս ավելի քիչ են արցունքում և 1 ամսվա անց կարող էի կարդալ առանց ակնոցների։ Սա հրաշք չէ, սա գիտություն է և համբերություն։ Եթե ձեր աչքերը արցունքոտվում են, լույսի տակ ցավում են կամ զգում եք, որ տեսողությունը մշուշոտ է, սկսեք պարզ աղցանից, վարունգ, լոլիկ և բարակ սոխ, մի փոքր ձեթ։ Կամ պարզապես սոխը ավելացրեք ապուրին, ամանի մեջ, մի եռացրեք այն։ Ձեր աչքերը շնորհակալ կլինեն ձեզ։ 3. Արյան ճնշում և արյան անոթներ։ Գլխի և մարմնի թեթևություն։ Երբ արյան ճնշումը բարձրանում է մինչև 160, դա պարզապես թիվ չէ։ Դա ականջներում զնգոց է, գլխի հետևի մասում ծանրություն, վախ, որ մի օր ձեր սիրտը կհանձնվի։ Ես գրեթե 20 տարի ապրել եմ հիպերտոնիայով։ Հաբերը օգնում էին, բայց ժամանակավորապես։ Արժեր նյարդայնանալ կամ աղի ինչ-որ բան ուտել և ամեն ինչ նորից սկսվեց։ Եվ հետո ես իմացա քվերցեթինի մասին, որը բնական նյութ է, որը պարունակվում է հում սոխի մեջ։ Այն ամրացնում է արյան անոթների պատերը, նոսրացնում արյունը և օգնում է իջեցնել արյան ճնշումը, նրբորեն առանց լյարդի վրա ծանրաբեռնելու։ Ուսումնասիրությունները հաստատել են, որ օրական ընդամենը 160 դիքլորբենզոատ ընդունելը կարող է սիստոլիկ արյան ճնշումը իջեցնել 5 միավորով։ Ես սկսեցի պարզ սոխի և լոլիկի աղցանով և ամեն օր ճաշի համար 1 կաթիլ խնձորի քացաղով։ 3 շաբաթ անց իմ արյան ճնշումը կայունացավ 120-80-ի վրա։ Ես սկսեցի արթնանալ առանց գլխացավերի և վերջապես զգացի, թե ինչ է նշանակում ապրել առանց կաթվածի վախի։ Եթե ձեր արյան ճնշումը տատանվում է, միշտ ապեք կրկնապատկել դեղաչափը։ Սկսեք համեղ ուտեստներից։ 1 քառորդ կարմիր սոխ, 1 թարմ լոլիկ, ձիթապտղի յուղ, մի պտունց աղ և ուտեք այն շաբաթը 5 անգամ։ Պարզ ազդեցություն։ Եռամսյակային անձեռնմխիություն։ Ձեր ուժը առանց դեղահաբերի։ Տարիքի հետ ամեն ինչ ավելի դժվար է դառնում, հատկապես հիվանդությունները։ Դուք մրսում եք և 1 շաբաթ անցկացնում անկողնում։ Դուք մի փոքր մրսում եք և արդեն հազում և թարթեքում եք։ Ես հոգնել էի դրանից։ Թվում էր, թե իմ անձեռնմխիությունը պարզապես անհետացել էր։ Պարզվեց, որ այն չէր անհետացել։ Այն պարզապես խթանման կարիք ուներ։ Հում սոխը վիտամին C-ի, ցինկի, սելենի և ծծմբի բնական կոկտեյլ է։ Սրանք բոլորը ուժեղ իմունային պատասխանի հիմնական տարրերն են։ Եվ ամենակարևորը, ամեն ինչ ներծծվում է բնական ճանապարհով, առանց քիմիականների։ Երբ սկսեցի հում սոխ ուտել շաբաթական առնվազն 3 անգամ, դադարեցի մրսել։ Այնքան չուր ջմրան էր, որ դեղատուն չկար նաև քթի կաթիլներ գնելու համար։ Իմ բաղադրությունը պարզ առավոտյան սենդվիչ է, աշորայի հացով, բարակ տտրատված սոխով և ծովատառեղի մի կտորով, կամ մի փոքր սոխ ավելացնել ձվածեղին, վերջում, արդեն ափսեի մեջ։ Մեկ այլ տարբերակ է քրել սոխը, ավելացնել մի փոքր մեղր և ուտել 1 թեյի գթալ մրսածի առաջին նշանի դեպքում։ Դա իմ անձնական վահանն է։ 5. Հոդերը լուռ են, ճռաչելու փոխարեն։ Ամեն առավոտ դժվար էր անկողնից վեր կենալը։ Ծնկերս ցավում էին, շարժուլությունս ժանգոտեր մեխանիզմ էր։ Աստիճանները նման Էվերեստի բարձունքն են։ Ես արդեն հաշտվել էի այն փաստի հետ, որ հոդերը վատանում են տարիքի հետ։ Բայց մի անգամ լսեցի մի ծեր թերակեֆտի։ Ասեց. «Ցավը տարիք չէ, այլ բորբոքում»։ Հում սոխը ֆլավոնոիդների և ծծմբի հարուստ աղբյուր է, որոնք ունեն հզոր հակաբորբոքային հատկություններ։
Դրանք նվազեցնում են այտուցը, նվազեցնում են հոդերի շփումը և նպաստում աճառի վերականգմանը։ Ես որոշեցի փորձել։ Ես սկսեցի տաք ուտեստներին հում սոխ ավելացնել անմիջապես ամանի մեջ, որպեսզի չկորցնեմ սննդարար նյութերը։ 2 շաբաթ անց նկատեցի, որ առավոտյան ավելի արագ եմ արթնանում։ 1 ամիս անց ես կարող էի 3 կիլոմետր քայլել առանց կանգ առնելու։ Դա առաջընթաց էր։ Եթե ձեր ծնկներն ու մատները ցավում են, մի շտապեք ներարկումներ անել։ Փորձեք սոխը որպես դեղամիջոց։ Շաբաթական 3-4 անգամ կես կարմիր սոխ հնդկացորենի շիլայի հետ կամ բանջարեղենային ապուրի մեջ, բայց միայն եփելու վերջում։ Ձեր հոդերը շնորհակալ կլինեն ձեզ։ 6. Մաշկ ունեցող մազեր, հասուն տարիքի գեղեցկությունը։ Երբ ես 85 տարեկան դարձա, նայեցի հայլու մեջ և մտածեցի. դե այսքանը, ծերուկ, կնճիռներ, բծեր, չոր մաշկ, անփայլ մազեր, որոնք թափվում են։ Թվում է, թե տարիքը ոչինչ չի կարող անել։ Բայց մի օր թոռնուիս հարցրեց. «Պապիկ, գիտեիր, որ սոխը օգնում է կնճիռների դեպքում»։ Ես ծիծաղեցի, ապա մտածեցի դրա մասին։ Հում սոխը հարուստ է ծծմբով, որը կոլագենի և կերատինի հիմնական տարր է։ Դրանք սնուցում են մաշկը ներսից, բարելավում են միկրոշրջանառությունը, ամրացնում մազերի ֆոլիկուլները, ինչպես նաև պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են բջիջները ծերացումից։ Ես սկսեցի ամեն օր սոխ ուտել, գազարով աղցանների, սենդվիչների և սառը ապուրների մեջ։ Բայց միայն եփելու վերջում։ Իմ հանդեպ մարդականությունը ցիծաղելի է։ Իմ մաշկը դարձավ ավելի հարթ և մշտական չորությունը վերացավ։ Իմ մազերը, չնայած այնքան խիտ չէին, որքան 30 տարեկանում, դադարեցին կույտերով թափվել։ Նույնիսկ գույնը մի փոքր պայծառացավ։ Իմ խորհուրդը պարզ է։ Եթե ուզում եք ձեր մաշկին և մազերին հնարավորություն տալ, տվեք սոխին հնարավորություն։ Բարակ կտրատած կարմիր սոխ, գազար և 1 թեյ գդալ յուղ։ Ես այս աղցանը ուտում եմ շաբաթական 4 անգամ և զգում եմ, որ տարիքը մահվան դատավճիռ չէ արտաքին տեսքի համար։ 7. Քաղցկեղի կանխարգելումը պաշտպանություն է, որի մասին բարձրաձայն չեն խոսում։ Քաղցկեղ բառը սարսափելի է, հատկապես մեր տարիքում։ Ես կորցրել եմ մի քանի ընկերներ հաստան աղիքի և շաղանակագեղձի քաղցկեղից, և ամեն անգամ մտածում էի, միթե պատասխանը միշտ էլ չէր, կանխվել էր։ Բայց անկասկած կան որոշ բաներ, որ մենք կարող ենք անել։ Այս հարցում ամենաաղմուկոտ, բայց հզոր դաշնակիցներից մեկը սովորական սոխն է։ Սոխը հարուստ է հակաօքսիդանտներով, մասնավորապես կվերցետինով և ծծմբային միացություններով, որոնք խոչընդոտում են տիպիկ բջիջների զարգացումը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոխի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը, այդ թվում հաստան աղիքի, ստամոքսի, կոկորդի, ձվարանների և այլ քաղցկեղերի։ Ես չեմ ասում, որ սոխը փոխարինում է սկրինինգին, ոչ, բայց դա կարող է դառնալ ձեր ամենօրյա պաշտպանությունը։ Օրինակ, ես սկսեցի շաբաթական 3-4 անգամ ուտել կարմիր սոխի, սխտորի և մի փոքր կիտրոնի հյութի աղցան։ Ոչ թե համի, այլ ապագայի համար։ Իմ անալիզները նորմալ են արդեն 3 տարի։ Եթե ձեր ընտանիքում քաղցկեղի պատմություն ունեք, կամ եթե անհանգստանում եք ձեր առողջության համար, ավելացրեք սոխ ձեր սննդակարգին, սկսեք փոքր չափաբաժնով, աղցան ու շիլա որպես խավարորդ, գլխավորը, որ այն հում լինի, այն գործում է անաղմուկ, բայց աշխատում է ձեզ համար։ 8. Քաշի կորուստ, առանց քաղցի կամ վազուխի վրա մարզվելու։ Ես երբեք նիհար չէի եղել, բայց 70 տարեկան դառնալուց հետո իմ քաշը ոչ թե մի փոքր էր ավելանում, այն խանգարում էր իմ կյանքին։ Ծնկներս ցավում էին, հագուստս սեղմում էր, արյան ճնշումս տատանվում էր։ Ես դիետաներ էի փորձում և ամեն անգամ ձախողվում էի, անընդհատ քաղցած էի եղել։ Ապա բժիշկն ասաց. փորձեք սոխ ավելացնել, առանց ոչինչ անելու։ Սա ինձ զարմացրեց։ Գաղտնիքը քվերցետինն է, մի նյութ, որը կարգավորում է նյութափոխանակությունը, նվազեցնում է ախորժակը և օգնում է այրել ճարպը։ Սոխը նաև հարուստ է մանրաթելով, որը երկար ժամանակ լիարժեքության զգացողություն է տալիս և գրեթե կալորիաներ չի պարունակում։ Ես սկսեցի փոքր չափաբաժիններով,
մեկ կերակուրը փոխարինելով աղցանով, վարունգով, լոլիկով, սոխով և մի փոքր յուղով։ Մեկ ամիս անց ես կորցրեցի 2 կիլոգրամ ածխաջրեր, առանց քաղցի կամ ջանքերի։ Ապա ևս 3-ը։ Ամենակարևորը թեթևացած մարմինն է։ Ես նորից սկսեցի աստիճաններով բարձրանալ առանց շնչահեղձ լինելու։ Եթե օգնել եք խիստ դիետաներից, պարզապես ավելացրեք հում սող ձեր սննդակարգին։ Դա մեկ շաբաթում հրաշքներ չի գործի, բայց կօգնի ձեր մարմնին ճիշտ գործել։ Սա ուժի այլ իմաստության ուղին չէ։ 9 հորմոններ և տղամարդկային էներգիան վերադարձնելու կենսական ուժը։ Կան բաներ, որոնց մասին սովորաբար չեն խոսում սիմբիոզից հետո։ Ցանկության նվազում, հոգնածություն, կյանքի նկատմամբ հետաքրքրության կորուստ։ Բայց մենք մեքենաներ չենք։ Եվ եթե մարմնում հորմոնալ հավասարակշռություն չկա, ամեն ինչ տուժում է՝ տրամադրությունը, հիշողությունը և սիրտը։ Ես ինքս եմ դա զգացել։ Ես զգացի, որ մարում եմ։ Հետաքրքրություն չկար, անտարբերություն, դյուրագրգռություն։ Տեստերի արդյունքները ցույց տվեցին տեստոստերոնի ցածր մակարդակ։ Հետո սկսեցի փնտրել մարմնիս աջակցելու եղանակներ։ Բնականաբար։ Պատասխանը պարզ էր՝ հում սոխ։ Պարզվեց, որ սոխը բարձրացնում է լյուտեինացնող հորմոնի մակարդակը, որը ակտիվացնում է տեստոստերոնի արտադրությունը։ Այն նաև պաշտպանում է բջիջները օքսիդատիվ ստրեսից և բարելավում է արյան շրջանառությունը կոնքի օրգաններում։ 2 ամիս կանոնավոր սոխ ուտելուց հետո ես սկսեցի արթնանալ էներգիայով լի։ Ես վերականգնեցի գործերս անելու, զբոսնելու և կյանքի նկատմամբ հետաքրքրության զգացում զգալու ցանկություն։ Սա երիտասարդություն չէր, այլ վերադարձ դեպի ինքս ինձ։ Տղամարդիկ, մի ամաչեք։ Մեկ պարզ մթերք կարող է աջակցել մեզ հետ կատարվողին։ Շաբաթական 4-5 անգամ կերեք կարմիր սոխ աղցանում կամ սոխով և ձղով սենդվիչում։ Սա ձեր ռեսուրսն է։ Երբ ես հասկացա հում սոխի ուժը, ես դադարեցի ուտելը տանջման վերածել։ Ես չկտրեցի իմ սիրելի ուտեստները կամ դիետաների չգնացի։ Ես պարզապես սոխը ներառեցի իմ առօրյա ռեժիմում, դարձնելով այն համեղ, պարզ և առողջարար։ Առավոտյան արթնանալուց անմիջապես հետո ես ուտում եմ աշորայի հացից պատրաստված սենդվիչ, մի փոքր կարագ և կարմիր սոխի բարակ օղակներ։ Երբեմն ավելացնում եմ մի կտոր ծովատառեկ, և դա հզոր նախաճաշ է սրտիս և արյան անոթների համար։ Ամենակարևորը, նման նախաճաշը ինձ էներգիա և մտքի պարզություն է տալիս ամբողջ օրվա համար։ Ճաշի համար ես միշտ պատրաստում եմ թարմ աղցան, լոլիկ, վարունգ, կանաչեղեն և միշտ 3 կամ 4 կտոր հում սոխ։ Երբեմն քաղցր, երբեմն կարմիր։ Ես այն համեմում եմ ձիթապտղի յուղով և մի քանի կաթիլ կիտրոնի հյութով։ Եթե ես ապուր կամ շփիլե եմ ուտում, հում սոխը ուղղակիորեն լցնում եմ ամանի մեջ առանց եփելու, սա պահպանում է բոլոր սննդանարար նյութերը։ Իսկ երեկոյան ես ունեմ իմ սիրելի ծրեսը։ Քնելուց 1 ժամ առաջ ես կտրատում եմ մի քանի կտոր սոխ, ավելացնում մի փոքր աղ և ուտում եմ այն խաշված կարտոֆիլի կամ թխված դդմի մի կտորի հետ։ Սա հանգստացնող է, օգնում է ինձ քնել, իջեցնում է արյան ճնշումը և վերացնում դեղահաբերի անհրաժեշտությունը։ Եթե ուզում եք, որ այն ավելի փոփուկ լինի, պարզապես կտրատած սոխը թրջեք սառը ջրում 10 րոպե։ Համը կդառնա ավելի նուրբ։ Հոտը կլինի ավելի թույլ, բայց օգուտները կմնան։ Մի վախեցեք փորձարկումներից։ Սոխը կերեք ձվի հետ, շփիլայի հետ, ձկնի հետ։ Գլխավորը չմոռանալ և չվախենալն է, քանի որ սա միայն սնունդ չէ։ Սա ձեր առողջությունն է, որը կարող եք վերականգնել ձեր սեփական ձեռքերով։ Երբեմն մեզ թվում է, թե արդեն ուշ է, որ տարիքը ավարտն է։ Բայց ես ձեզ կասեմ, թե ինչ եմ ես հասկացել ինքս, ապրելով 1911-ը։ Դեռ ուշ չէ, քանի դեռ մենք դեռ շնչում ենք։ Ամեն ինչ կարելի է փոխել։ Եվ սկսեք փոքր չափաբաժինով, սոխից։ Դուք պարտավոր չեք միանգամից կիլոգրամներով ուտել։ Պարզապես օրեկան 5 րոպե հատկացրեք մի քանի կտոր կտրելուն, ավելացրեք դրանք ձեր սովորական ուտեստին և ուտեք դրանք գիտակցաբար, ինչպես դեղամիջոց, այլ ոչ թե որպես խավարտ։
Մեկ ամիս անց դուք կնկատեք, թե ինչքան ավելի խորն եք քնում, ինչքան հեշտ է աստիճանները բարձրանալը, ինչպես է ձեր տեսողությունը մաքրվում, ինչպես է այտուցը անհետանում, ինչպես է արյան ճնշումը ստայտավում։ Սոխը հրաշքներ չի խոստանում։ Այն մարմնին տալիս է այն, ինչն անհրաժեշտ է վերականգնվելու համար։ Խնդրում եմ, մի անտեսեք դրանք։ Փորձեք ինքներդ ձեզ համար, ձեր երեխաների համար, որոնք կարիք ունեն ձեր զգունության եւ կենսունակության, ձեր թոռների համար, որոնք ուզում են տեսնել ձեզ ժպտուղ, այլ ոչ թե հոգնած։ Եթե այս տեսանյութում ինչ-որ կարևոր բան գտաք, մեկնաբանություն թողեք, կիսվեք այսով նրանց հետ, ովքեր կորցնում են իրենց էներգիան։ Բաժանորդագրվեք, եւ մենք միասին կվերականգնենք ձեր առողջությունը անկեղծորեն, պարզ եւ իրական, օրեկան ընդամենը 5 րոպե։ Պատրաստ եք սկսել։